Պատահաբար իմանալով, որ ծնողներս ամբողջ ժառանգությունը թողել են քրոջս, ես դադարեցի վճարել նրանց հաշիվները։ Մեկ ամիս անց մայրս զանգահարեց. «Աղջիկս, կոմունալները եկել են»։ Ես պատասխանեցի այնպես, ինչպես ոչ ոք չէր սպասում։ Անահիտը սովորականի պես կանգնած էր խոհանոցի սեղանի մոտ, ցրված նայելով նոթբուքի էկրանի թվերին։ Ծնողների բնակարանի հաշիվների վճարումը ռուտինային խնդիր էր, որը նա կատարում էր ամեն ամիս արդեն շատ տարիներ։ Լույս, գազ, ջուր, ինտերնետ։ Առանց նրա Գայանեն եւ Վարդանը կարծես պարզապես չէին կարողանա գլուխ հանել։ Նա հոգոց հանեց։ Ոչ թե նրա համար ծանր էր, այլ երբեմն մի տեսակ ծանրություն էր իջնում վրան։ Այն զգացողությունը, որ ինքը բեռնակիր ձիու պես իր վրա է քաշում ամբողջ ընտանիքի հոգսը։ Նրա կրտսեր քույրը Լիլիթը այդ ժամանակ ամենայն հավանականությամբ նոր զգեստ էր ընտրում երեկույթի համար կամ ընկերուհիների հետ քննարկում վերջին բամբասանքները։ Լիլիթն ապրում էր ուրիշ աշխարհում, անհոգության եւ զվարճանքների աշխարհում, որտեղ հաշիվները վճարվում էին ինքն իրեն, իսկ խնդիրները լուծվում էին կախարդական կերպով։ Անահիտը չէր նախանձում նրան, ոչ, պարզապես երբեմն ուզում էր մի փոքր ավելի շատ գնահատանք։ Գայանեն, նրա մայրը, հաճախ էր ասում Լիլիթին. «Նրան ավելի շատ ազատություն է պետք, նա ստեղծագործող անհատականություն է, իսկ դու մեզ մոտ պրակտիկ ես, Անահիտ ջան, դու միշտ ելք կգտնես»։ Անահիտը միշտ գտնում էր ելքը։ Նա աշխատում էր որպես հաշվապահ մի ընկերությունում, վարում էր տնային տնտեսությունը եւ հասցնում էր օգնել ծնողներին։ Լիլիթը միշտ արարում էր, ինչպես արտահայտվում էր Գայանեն, փոխելով մեկ հոբին մյուսի հետևից, լուսանկարչության դասընթացներից մինչև պարի դասեր, որոնք իհարկե վճարվում էին ընտանեկան բյուջեից, որն էլ մեծ մասամբ համալրում էր Անահիտը։ Այդ օրը աշխատանքից եւ բոլոր հոգսերից հետո Անահիտը որոշեց մտնել ծնողների մոտ։ Նա գնեց նրանց սիրելի Միկադո տորթը եւ մի շիշ լավ գինի։ Նա պարզապես ուզում էր նստել նրանց հետ, զրուցել սրտանց, զգալ իրեն ընտանիքի մաս, այլ ոչ թե պարզապես ռեսուրսների մատակարար։ Երբ նա մտավ բնակարան, Գայանեն եռուզերի մեջ էր խոհանոցում, իսկ Վարդանը, հայրը, նստած էր բազկաթոռին թեռուստացույցի դիմաց, ինչպես միշտ խորասուրված սպորտային ալիքի դիտման մեջ։ «Անահիտ ջան, թանկագինս, ներս արի»։ Գայանեն ուրախ դիմավորեց նրան։ «Ինչ լավ է, որ եկար»։ «Հա, աղջիկս», Վարդանը կտրվեց էկրանից, «ինչ որ ուշ ես այսօր»։ «Գործեր էին, պապ», պատասխանեց Անահիտը, «դուք էլ գիտեք»։ Երեկոն անցնում էր սովորական հունով։ Նրանք թեյ էին խմում տորթով, քննարկում նորությունները։ Վարդանը փնթփնթում էր քաղաքական գործիչների վրա, Գայանեն պատմում էր հարևաններից։ Լիլիթը, ինչպես միշտ, չկար։ Նա երևի գործեր ունի, մտածեց Անահիտը թեթևակի վիրավորանքով։ Թեյից հետո Անահիտն առաջարկեց մորը օգնել տան մաքրության հարցում։ Գայանեն համաձայնեց եւ նրանք միասին սկսեցին դասավորել հին իրերը խորդանոցում։ Անահիտը չէր սիրում այդ զբաղմունքը, խորդանոցում միշտ փոշոտ էր եւ նեղ, բայց Գայանեն համառորեն հրաժարվում էր դեն նետել արժեքավոր հիշողությունները։ Հենց այնտեղ հին լուսանկարների, դեղնած նամակների եւ այլ մասունքների մեջ Անահիտը գտավ այն՝ մի փոքրիկ ծրար կտակ գրությամբ։ Հետաքրքրասիրությունը հաղթեց։ Նա գիտեր, որ ուրիշի նամակները կարդալը լավ չէ, բայց ծրարը կարծես կանչում էր նրան, խոստանալով բացահայտել ինչ-որ գաղտնիք։ Համոզվելով, որ մայրը զբաղված է մյուս սենյակում, Անահիտը արագ բացեց ծրարը եւ պարզեց փաստաթուղթը։ Սիրտը սկսեց խելագարի պես բաբախել։ Նա սկսեց կարդալ եւ յուրաքանչյուր տողի հետ նրան համակում էր ավելի ու ավելի մեծ սարսափ։ Կտակում հստակ եւ պարզ գրված էր, որ Գայանեի եւ Վարդանի ամբողջ ունեցվածքը, ներառյալ բնակարանը, բանկային հաշիվները եւ ամառանոցը անցնում է իրենց կրտսեր դստեր Լիլիթ Վարդանի, մի անձնյա տիրապետմանը։ Անահիտի անունը մշված չէր ոչ մի տեղ։ Նա զգաց, թե ինչպես է կրծքում բարձրանում վիրավորանքի, զայրույթի եւ հիասթափության ալիքը։ Ինչպես կարող էին նրանք այդպես վարվել նրա հետ, այն մարդու հետ, ով միշտ կողքին էր, ով միշտ օգնում էր, ով միշտ նրանց շահերը վեր էր դասում սեփականից։ Նա դրեց կտակը հետ ծրարի մեջ եւ թաքցրեց գրպանում։ Գայանեն վերադարձավ խորդանոց։ «Ինչ գտար այնտեղ, Անահիտ ջան», հարցրեց նա, նայելով արկղի մեջ։ «Ոչինչ առանձնահատուկ, մամ», պատասխանեց Անահիտը, աշխատելով, որ ձայնը հնչի հանգիստ։ Պարզապես հին նկարներ։ Նա երեկոյի մնացած մասն անցկացրեց ինչպես մշուշում, փորձում էր ժպտալ, խոսակցությունը պահել, բայց ներսում ամեն ինչ եռում էր։ Նա իրեն զգում էր դավաճանված, խաբված եւ լիովին միայնակ։ Երբ ժամանակն էր գնալու, Գայանեն գրկեց նրան հրաժեշտի պահին։ «Շնորհակալություն, աղջիկս, որ եկար», ասաց նա, «մեզ միշտ այնքան լավ է քեզ հետ»։
Անահիտը լուր գլուխ արեց։ Նա չէր կարող ոչ մի բառ ասել, վախենում էր, որ արցունքները, որոնք լցվել էին աչքերը, դուրս կհորդեն։ Այդ պահին Անահիտը որոշում կայացրեց. «Էլ ոչ մի հաշիվ, ոչ մի դեղորայք, ոչ մի օգնություն տան գործերում։ Թող Լիլիթը, ընտրվակն ու ժառանգորդը այժմ հոգ տանի իրենց ծնողների մասին»։ Տանը նա զանգահարեց Անիին, իր լավագույն ընկերուհուն։ «Անի, ես պետք է խոսեմ հետդ», ասաց նա դժվարությամբ զսպելով արցունքները։ «Ամեն ինչ շատ վատ է»։ «Ինչ է պատահել, Անահիտ», անհանգստացավ Անին։ «Ծնողների հետ է ինչ-որ բան»։ «Ծնողների հետ ամեն ինչ կարգին է», պատասխանեց Անահիտը։ «Բայց ինձ հետ ամեն ինչ շատ վատ է, պետք է որ լսես ինձ»։ Անին եկավ կես ժամից։ Անահիտը պատմեց նրան ամեն ինչ, չթաքցնելով ոչ մի մանրուք։ Անին լուռ լսում էր, ժամանակ առ ժամանակ գրկելով ընկերուհուն։ «Անահիտ, ես չգիտեմ ինչ ասել», արտաբերեց Անին, երբ Անահիտը վերջացրեց իր պատմությունը։ «Սա սարսափելի է, ուղղակի սարսափելի»։ «Գիտեմ», պատասխանեց Անահիտը, «ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես նրանք կարող էին այդպես վարվել»։ «Նրանք սխալ են գործել, Անահիտ», ասաց Անին, «բայց դա չի նշանակում, որ դու պետք է տառապես դրա պատճառով։ Դու իրավունք ունես քո կյանքի, քո երջանկության»։ «Գիտեմ», կրկնեց Անահիտը, «եւ ես որոշեցի, որ այլևս չեմ լռի, այլևս չեմ զոհաբերի ինձ հանուր նրանց, ովքեր դա չեն գնահատում»։ «Ճիշտ է, Անահիտ», աջակցեց նրան Անին։ Անահիտը գիտեր, որ առջևում իրեն սպասում է բարդ ժամանակաշրջան, եւ առաջին քայլը դեպի այդ նոր կյանք դարձավ ծնողների համար այլևս չվճարելու որոշումը։ Սկզբում Գայանեի եւ Վարդանի տանը տիրում էր խաբուսիկ հանգստություն։ Կյանքն ընթանում էր իր հունով, կարծես ոչինչ չէր փոխվել։ Հաշիվները դեռ չէին եկել, դեղերը դեռ պաշարով կային եւ գոյության սովորական ռիթմը չէր խախտվում։ Վարդանը, ինչպես սովորաբար, փնթփնթում էր առավոտյան հաղորդման վրա։ Գայանեն զբաղվում էր տնային գործերով, իսկ հեռուստացույցը բարբաջում էր նորությունները։ Նրանք նույնիսկ անմիջապես չնկատեցին Անահիտի բացակայությունը։ Առաջին ժամանակներում Գայանեն վերագրում էր Անահիտի բացակայությունը զբաղվածությանը։ «Երևի գործը տեղը խառն է», ասում էր նա Վարդանին, փորձելով ցույց չտալ իր անհանգստությունը։ Վարդանն իր հերթին ձեռքը թափ էր տալիս։ «Հա դե, կգա էլի, ուր պիտի գնա, կվազի սիրունիկի պես», քրթմնջում էր նա, քիթը խրելով թերթի մեջ։ Սակայն օրերն անցնում էին, իսկ Անահիտը չէր երևում։ Ոչ զանգեր կային, ոչ այցելություններ, ոչ էլ նույնիսկ կարճ հաղորդագրություն։ Գայանեն սկսեց իսկապես անհանգստանալ։ Նա մի քանի անգամ հավաքեց դստրար համարը, բայց նա չէր պատասխանում։ Այդ ժամանակ որոշեց զանգահարել Անիին, Անահիտի լավագույն ընկերուհուն, հույս ունենալ գոնե մի բան իմանալ։ «Անի, բարև, սա Գայանեն է, Անահիտի մայրը։ Ինչպե՞ս եք», սկսեց նա քաղցր-մեղցր ձայնով։ «Բարև ձեզ, Գայանե Իվանովնա, հայկական տարբերակով Տիկին Գայանե», պատասխանեց Անին զուսպ։ «Մեզ մոտ ամեն ինչ լավ է, իսկ ձեզ մոտ»։ «Դե այսպես, անհանգստանում եմ Անահիտի համար, մի տեսակ ընդհանրապես կորել է, չի զանգում, չի գալիս, դու նրան պատահաբար չես տեսել»։ Անին մի պահ լռեց, մտածելով ինչ պատասխանել։ «Տեսել եմ իհարկե, Անահիտը հիմա զբաղված է, շատ գործեր ունի»։ «Իսկ ինչ է պատահել, ինչու նա մեզ հետ չի շփվում, միգուցե մենք նրան ինչ-որ բանով նեղացրել ենք»։ «Դուք ավելի լավ է այդ մասին հարցրեք հենց իրեն, Տիկին Գայանե, ես չեմ կարող պատմել ուրիշի գաղտնիքները»։ Գայանեն զգաց, թե ինչպես է իրեն սկսում նյարդայնացնել Անիի խուսափողականությունը։ «Դե գոնե ակնարկիր, ինչ է կատարվում, ես չէ որ նրա մայրն եմ ի վերջո»։ «Տիկին Գայանե, Անահիտին ժամանակ եւ տարածություն է պետք, նա ինքը ձեզ ամեն ինչ կպատմի, երբ պատրաստ լինի, իսկ առայժմ կներեք, ես պետք է գնամ, ցտեսություն»։ Անին կախեց լսափողը, թողնելով Գայանեին լիակատար տարակուսանքի մեջ։ Նա կիսվեց իր զրույցով Վարդանի հետ եւ վերջինս միայն զայրացած փնչացրեց։ «Այ քեզ ընկերուհի էլի, թութակի պես կրկնում է ժամանակ եւ տարածություն, ինչ հիմարություններ են»։ Բայց հոգու խորքում Վարդանն էլ սկսեց անհանգստություն զգալ։ Անահիտի բացակայությունը դառնում էր շոշափելի, եւ նրա անվերապահ աջակցության հանդեպ սովորական վստահությունը սկսեց հալվել։ Առաջին տագնապալի զանգը հնչեց, երբ փոստարկղի մեջ գցեցին կոմունալ ծառայությունների անդորրագրերը։ Գայանեն սովորության համաձայն հանեց դրանք, պատրաստվելով մի կողմ դնել մինչև Անահիտի գալը, բայց հետո նրան մի միտք հարվածեց։ Հիմա նրանք ստիպված են լինելու ինքնուրույն գլուխ անել այդ թղթերից։ Նա փորձեց հասկանալ թվերն ու սյունակները, բայց արագ խճճվեց։ Զանգահարեց սպասարկող ընկերություն, բայց այնտեղ նրան կոպիտ պատասխանեցին եւ պահանջեցին բաժանորդային հաշվի համարը, որը նա իհարկե չգիտեր որտեղ գտնել։ Ի վերջո նա հուսահատված ցածր դրեց լսափողը։
Վարդան, ինչ ենք անելու։ Ես ոչինչ չեմ հասկանում, աղաչեց նա։ Վարդանը հոնքերը կիտրեց եւ վերցրեց անդորրագրերը։ Նա երկար ուսումնասիրում էր դրանք, փնթփնթում քրթի նտապ, փորձում հիշել տեղեկատվության պատառիկներ։ Նա սովոր էր, որ դուստրը միշտ ամեն ինչ անում էր, ազատելով իրեն ավելորդ հոգսերից։ Լավ, կջոգենք, կրթմնջեց նա, թեև ինքն էլ վստահ չէր իր ուժերի վրա։ Նրանք ծախսեցին մի ամբողջ օր, փորձելով հասկանալ ինչպես վճարել կոմունալները։ Ի վերջո նրանց հաջողվեց վճարել հաշիվները, բայց դա նրանցից խլեց ահռելի ջանքեր եւ ներվեր։ Երեկոյան, երբ նրանք հոգնած եւ քայքայված նստած էին խոհամոցում, առաջին անգամ գիտակցեցին, թե որքան ուժեղ էին կախված Անահիտից։ Նրանք հասկացան, որ նա ոչ թե պարզապես օգնում էր իրենց, այլ փաստացի ապահովում էր նրանց գոյությունը։ Եվ հիմա, երբ նրա աջակցությունը անհետացել էր, նրանք հայտնվել էին կատարյալ անօգնական վիճակում։ Գայանեն չդիմացավ եւ նորից զանգահարեց Անահիտին։ Այս անգամ դուստրը պատասխանեց. «Աղջիկս, ինչ է պատահել, ինչու չես զանգում, չես գալիս», հուզված հարցրեց Գայանեն։ «Ես զբաղված եմ, մամ», Սառը հնչեց դստեր ձայնը։ «Իսկ ինչ է պատահել։ Միթե դուք չունեք Լիլիթին, նա չէ որ ձեր ժառանգորդն է, թող հիմա նա էլ հոգ տանի ձեր մասին»։ Գայանեն լռեց, ապշած Անահիտի խոսքերից։ Նա առաջին անգամ լսեց դստեր ձայնի մեջ այսքան վիրավորանք եւ դառնություն։ Բայց Անահիտ, մենք չէ որ քո ծնողներն ենք, ինչպես կարող ես այդպես խոսել։ Իսկ դուք ինչպես կարող էիք այդպես վարվել ինձ հետ։ Ամբողջ կյանքում ես ձեզ պահել եմ, իսկ դուք նախընտրեցիք ամեն ինչ տալ Լիլիթին, ով նույնիսկ չի էլ հիշում ձեր մասին։ Մենք պարզապես ուզում էինք, որ նա ապագա ունենա, կմկմաց Գայանեն, զգալով թե ինչպես է կոկորդին խեղդուկ մոտենում։ Իսկ դու ինքնուրույն ես։ Իսկ ես ապագա չունեմ, ես պետք է ամբողջ կյանքս աշխատեմ ձեզ եւ Լիլիթի համար։ Ոչ, իհարկե ոչ։ Մենք չմտածեցինք։ Ահա հենց դա։ Դուք երբեք իմ մասին չեք մտածել, կտրեց Անահիտը։ Հիմա ապրեք ինչպես կուզեք։ Ես այլևս չեմ ֆինանսավորելու ձեզ։ Անահիտը կախեց լսափողը, թողնելով Գայանեին արցունքների մեջ։ Նա շրջվեց դեպի Վարդանը եւ պատմեց նրան դստեր հետ խոսակցության մասին։ Վարդանը լռում էր, գլուխը կախ։ Նա իրեն մեղավոր եւ շփոթված էր զգում։ Նա հասկանում էր, որ նրանք հսկայական սխալ են գործել, նախապտրությունը տալով Լիլիթին, բայց ինչպես հիմա ամեն ինչ ուղղել։ Անցավ 1 ամիս։ Անահիտը փորձում էր չմտածել ծնողների մասին, խորասուսվելով աշխատանքի եւ կավագործության դասերում։ Բրուտագործական անիվը նրա համար դարձել էր ներսում եռացող հույզերը զսպելու մի միջոց։ Նա ծեփում էր ծաղկավաններ, բաժակներ, փոքրիկ ֆիգուրներ, դրանց մեջ դնելով զսպված կատաղութը, վիրավորանքը եւ որքան էլ տարօրինակ է հույսը։ Մինչդեռ Գայանեի եւ Վարդանի բնակարանում տիրում էր բոլորովին այլ մթնոլորտ։ Շուտով ֆինանսական խնդիրներին ավելացան նաեւ առողջական խնդիրները։ Վարդանի ճնշման դեղերը վերջացան եւ նա իրեն վատ զգաց։ Գնել դրանք դեղատանից նրանք չէին կարող, փող չկար, իսկ գնալ մասնավոր բժշկի նույնպես։ Պետք է զանգահարել Լիլիթին, գուցե նա կարողանա օգնել։ Լիլիթը, ինչպես միշտ, զբաղված էր։ Նա պատրաստվում էր ընկերների հետ խնջույքի։ Ծնողների զանգը նրան նյարդայնացրեց։ «Մամ, դե ինչ է պատահել», դժգուղ հարցրեց նա։ Գայանեն, փորձելով ցույց չտալ խուճապը, բացատրեց իրավիճակը։ «Լիլիթ ջան, հայրիկի դեղերը վերջացել են, իսկ մենք փողի հետ կապված դժվարություններ ունենք։ Գուցե դու կարողանաս մեզ մի փոքր օգնել»։ Լիլիթը հոգոց հանեց։ «Մամ, դե ես ասել էի, չէ՞ որ ինձ մոտ հիմա նույնպես ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Գործի տեղը խառն է, եւ ընդհանրապես ես Անահիտը չեմ որ լուծեմ ձեր բոլոր խնդիրները։ Փորձեք մի կերպ ինքներդ»։ Եվ չսպասելով պատասխանի, Լիլիթը անջատեց հեռախոսը։ Գայանեն ձեռքերը իջեցրեց ու նայեց Վարդանին, նրա աչքերում նա տեսավ սեփական վախի եւ հիասթափության արտացոլումը։ «Ինչ ենք մենք անելու», շշնջաց նա։ Վարդանը լռում էր, նա զգում էր իրեն անօգնական եւ մեղավոր։ Լիլիթը հեռախոսը դնելով խղճի խայծ զգաց։ Նա գիտեր, որ ծնողները հիմա օգնության կարիք ունեն, բայց նրան այնքան չէր ուզում չեղարկել իր պլանները՝ խնջույք, նոր ծանոթություններ, Instagram-ում գեղեցիկ նկարներ գցելու հնարավորություն, այս ամենը նրան թվում էր շատ ավելի կարևոր, քան ինչ որ մեկի առողջական խնդիրները կամ վճարումները։ Որոշեց զանգել Անահիտին եւ փորձել համոզել նրան վերադառնալ նախկին պարտականություններին։ «Անահիտ, ողջույն», ասաց նա, փորձելով ձայնին տալ հնարավորինս շատ ընկերական երանգ։ «Այստեղ մի հարց կա։ Ծնողներին օգնություն է պետք։ Միգուցե դու այնուամենայնիվ մտափոխվես եւ օգնես նրանց»։ Անահիտը, լսելով քրոջ ձայնը, զայրույթի ալիք զգաց։
Լիլիթ, դու հրաշալի գիտես, թե ինչու ես այլևս չեմ օգնում ծնողներին, Սառը պատասխանեց նա։ Եվ մի փորձիր իմ վրա գցել այն պատասխանատվությունը, որ դու չես ուզում հոգ տանել նրանց մասին։ Դու հիմա ժառանգորդն ես, դու էլ զբաղվիր։ Լիլիթը փորձեց առարկել, բայց Անահիտը ընդհատեց նրան. Ինձ այլևս չզանգես, ես ժամանակ չունեմ դատարկ խոսակցությունների համար, եւ անջատվեց։ Լիլիթը զգալով իրեն նվաստացված եւ վիրավորված, հեռախոսը նետեց բազվոցին։ Այ քեզ, շշնջաց նա։ Ինչպես նա կարող էր այդպես վարվել ծնողների հետ։ Նա որոշեց, որ Անահիտը պարզապես նխանջում է իրեն, նխանջում է իր գեղեցկությանը, իր հաջողությանը, իր անհոգ կյանքին։ Այլ կերպ ինչպես բացատրել նրա դաժանությունն ու անտարբերությունը։ Ծնողները փորձում էին խոսալ Անահիտի հետ, բայց նա հեռավորություն էր պահում։ Գայանեն բազմիցս զանգում էր փորձելով խոսակցություն սկսել, բայց Անահիտը պատասխանում էր խուսափողան, պատճառաբանելով զբաղվածությունն ու հոգնածությունը։ Նա չէր ուզում մտնել երկար բացատրությունների մեջ, վախենում էր պայթել եւ դուրս թափել ամբողջ կուտակված ցավը։ Նրան ժամանակ էր պետք տեղի ունեցածը մարսելու, հասկանալ ինչ անել հետո։ Անահիտ ջան, դե ինչու ես օտարի պես, լացակմած ձայնով ասում էր Գայանեն հեռախոսով։ Մենք չէ որ քո ծնողներն ենք, միթե չես կարող մեզ հասկանալ։ Հասկանալ ինչը, մամ, չոր պատասխանում էր Անահիտը, որ դուք տարիներով ինձ օգտագործել եք, իսկ հիմա երբ ես դադարեցի հարմար լինել, դուք հանկարծ հիշեցիք, որ ես ձեր դուստր եմ։ Վարդանը նույնպես փորձեց խոսել Անահիտի հետ, բայց նրա փորձերն էլ ավելի անհաջող էին։ Նա սակավախոս մարդ էր, եւ նրա համար դժվար էր արտահայտել զգացմունքները։ Նա պարզապես զանգում էր եւ լռում լսափողի մեջ, հուսալով, որ Անահիտը ինքը կխոսի։ Բայց Անահիտը լռում էր ի պատասխան, եւ զանգն ընդհատվում էր։ Նրանք սկսում էին մտածել ինչպես վերադարձնել նրա վստահությունը։ Գայանեն եւ Վարդանը երկար երեկոներ էին անցկացնում քննարկելով կատարվածը։ Նրանք հիշողության մեջ թերթում էին բոլոր պահերը, երբ նախապտվությունը տվել էին Լիլիթին, երբ չէին նկատել Անահիտի ջանքերը, երբ ընդունել էին նրա հոգատարությունը որպես պարտադիր մի բան։ Մենք կույր էինք, խոստովանում էր Գայանեն, սրբելով արցունքները։ Մենք տեսնում էինք միայն այն, ինչ ուզում էինք տեսնել։ Մենք կարծում էինք, որ Անահիտը միշտ կողքներս կլինի, որ նա ոչ միտեղ չի գնա։ Բայց նա էլ է մարդ, նա էլ զգացմունքներ ունի։ Պետք էր շուտ մտածել, փնթփնթում էր Վարդանը։ Հիմա էլ ինչ։ Լիլիթը նույնպես սկսեց հասկանալ, որ ամեն ինչ այնքան էլ հասարակ չէ, եւ որ իր ուսերին է ընկնում ծնողների պատասխանատվությունը։ Մի քանի անհաջող փորձերից հետո, օգնել նրանց հաշիվների վճարման եւ դեղերի գնման հարցում, նա սկսեց խուսափել նրանց զանգերից։ Նրա համար ծանր էր, նա սովոր չէր նման կյանքի, նա սովոր էր ստանալ, այլ ոչ թե տալ։ Բայց ինչու ես, բողոքում էր նա իր ընկերուհուն հեռախոսով, ինչու հենց ես պետք է նրանց փոխարեն վճարեմ։ Անահիտը մեկ է ավելի հարուստ է, թող նա էլ օգնի։ Ընկերուհին սակայն չէր շտապում նրան աջակցել։ Նա գիտեր, որ Լիլիթը միշտ եղել է երեսառած եւ եսասեր, եւ առանձնապես կարեկցանք չէր զգում նրա հանդեպ։ Դու ինքդ ես մեղավոր, ասաց ընկերուհին։ Դու միշտ օգտվել ես նրանից, որ Անահիտը ձեր բոլորի փոխարեն վճարում էր, իսկ հիմա երբ նա դադարեցրեց դա անել, դու հանկարծ նեղացար, տարօրինակ է մի քիչ։ Լիլիթը կախեց լսափողը, բարկանալով ընկերուհու վրա։ Նա իրեն զգում էր անկյուն քշված։ Մի կողմից նա չէր ուզում իր վրա վերցնել ծնողների հոգսը, մյուս կողմից հասկանում էր, որ եթե ինքը դա չանի, նրանք կկորչեն։ Անահիտը զգում էր իրեն ազատ, բայց հոգում դեռ մնում էր դավաճանության ցավը։ Նա շարունակում էր հաճախել կավագործության դասընթացների, որտեղ գտնում էր մխիթարություն եւ հույզեր արտահայտելու հնարավորություն։ Անին աջակցում էր նրան ամեն հարցում։ Նա տեսնում էր, թե ինչպես է Անահիտը փոխվում, դառնում ավելի ուժեղ եւ ինքնավստահ։ Բայց նա նաեւ հասկանում էր, որ Անահիտը դեռևս աջակցության եւ հասկացվածության կարիք ունի։ Չարություն մի պահեր ծնողներիդ վրա, ասում էր Անին։ Նրանք այնուամենայնիվ քո ծնողներն են։ Նրանք սխալ են գործել, բայց գիտակցել են այն։ Տուր նրանց հնարավորություն ուղղվելու։ Անահիտը լռում էր, չիմանալով ինչ պատասխանել։ Նա հասկանում էր, որ Անին ճիշտ է, բայց նրա համար դժվար էր ներել ծնողներին։ Չափազանց խորն էր նստած նրա մեջ վիրավորանքը։ Չնայած ծնողների ապաշխարանքին, Անահիտը չէր շտապում նրանց ներել։ Գայանեն զանգահարեց նրան եւ հայտնեց իրենց որոշման մասին։ Անահիտ ջան, մենք ամեն ինչ վերաձևակերպել ենք, ասաց Գայանեն։ Հիմա ամեն ինչ կլինի հավասար, քեզ եւ Լիլիթին։ Մենք հասկացանք, որ անարդար ենք եղել քո հանդեպ։ Անահիտը լուռ լսեց նրան, իսկ հետո պատասխանեց.
Հարցը ժառանգության մեջ չէ, մամ։ Հարցը նրանում է, որ դուք ինձ չեք գնահատել։ Դուք իմ հոգատարությունը ընդունել եք որպես պարտադիր բան, իսկ Լիլիթին պաշտել եք այն բանի համար, որ նա պարզապես կա։ Ինձ ժամանակ է պետք սա հաղթահարելու համար։ Չնայած ներքին պայքարին, Անահիտը նկատում էր, որ աստիճանաբար հալվում է։ Նա տեսնում էր, թե ինչպես են ծնողները փորձում ուղղել իրենց սխալները, թե ինչքան դժվար է նրանց առանց իր օգնության։ Նա զգում էր, որ իր զայրույթը աստիճանաբար տեղի է տալիս կարեկցանքին։ Մի երեկո, երբ Անահիտը զբաղված էր կավագործությամբ, նրան զանգահարեց Լիլիթը։ Նրա ձայնը հնչում էր հուզված եւ վախեցած։ «Անահիտ, պապան վատ է», ասաց Լիլիթը։ «Նրան շտապ վիրահատություն է պետք, իսկ մենք փող չունենք։ Խնդրում եմ, օգնիր»։ Անահիտը քարացավ, ձեռքերում սեղմելով կավի կտորը։ Նա գիտեր, որ Վարդանը վաղուց տառապում է սրտի հիվանդությունից, բայց չէր մտածում, որ ամեն ինչ այսքան լուրջ է։ «Ինչ է պատահել», հարցրեց Անահիտը, փորձելով պահպանել հանգստությունը։ Լիլիթը պատմեց, որ Վարդանի մոտ նոպա է եղել եւ բժիշկներն ասել են, որ շտապ վիրահատություն է հարկավոր։ Վիրահատության արժեքը հսկայական էր, եւ նրանք չունեին այդքան գումար։ «Մաման խուճապի մեջ է», շարունակեց Լիլիթը։ «Ես փորձեցի փող գտնել, բայց ինձ մոտ ոչինչ չի ստացվում։ Խնդրում եմ, Անահիտ, օգնիր մեզ»։ Անահիտը լռում էր, մտածելով լսածի մասին։ Նա հասկանում էր, որ իր որոշումից է կախված հոր կյանքը։ Նա կարող էր հրաժարվել օգնել եւ այդ ժամանակ Վարդանը կմահանար, բայց նա նաեւ հասկանում էր, որ եթե օգնի, ծնողները նորից կսկսեն իրեն օգտագործել։ «Ես կմտածեմ», ասաց Անահիտը եւ ցած դրեց լսափողը։ Նրա հոգում պայքարում էին երկու զգացմունք՝ վիրավորանք եւ սեր։ Վիրավորանք ծնողների հանդեպ իրենց անարդարության համար եւ սեր հոր հանդեպ, ում նա չէր ուզում կորցնել։ Ի վերջո սերը հաղթեց։ Անահիտը որոշեց օգնել հորը։ Նա գիտեր, որ դա դժվար կլինի, որ ինքը ստիպված կլինի նորից բախվել ծնողական հնարավոր անշնորհակալության հետ, բայց չէր կարող թույլ տալ, որ հայրը մահանա։ Նա զանգահարեց Լիլիթին եւ ասաց, որ կօգնի գտնել գումար վիրահատության համար։ Լիլիթը ուրախացավ եւ շնորհակալություն հայտնեց նրան։ Անահիտը սկսեց զանգահարել իր ընկերներին ու ծանոթներին, խնդրելով օգնության մասին։ Համատեղ ուժերով նրանք հավաքեցին անհրաժեշտ գումարը եւ Վարդանին վիրահատեցին։ Վիրահատությունը հաջող անցավ եւ Վարդանը սկսեց ապաքինվել։ Գայանեն եւ Լիլիթը անընդհատ նրա կողքին էին։ Նրանք նայում էին նրան սիրով եւ երախտագիտությամբ։ Երկար ժամանակ անց առաջին անգամ նրանք իրենց զգացին իսկական ընտանիք։ Երբ Անահիտը եկավ հորը տեսակցության, Գայանեն մոտեցավ նրան եւ գրկեց։ «Շնորհակալություն, Անահիտ ջան», ասաց Գայանեն լաց լինելով։ «Դու փրկեցիր նրա կյանքը։ Մենք երբեք սա չենք մոռանա»։ «Ես գնահատում եմ ձեր խոսքերը», ասաց Անահիտը, «բայց ես չեմ կարող վերադառնալ նրան, ինչ կար նախկինում։ Ես այլևս չեմ ուզում լինել ընտանիքի քսակը։ Ես ուզում եմ ապրել իմ կյանքով, զբաղվել նրանով, ինչն ինձ դուր է գալիս, ապրել այնպես, ինչպես ես եմ ուզում»։ Գայանեն եւ Վարդանը իրար նայեցին։ Նրանք հասկանում էին, որ Անահիտը իրավունք ունի իր սեփական կյանքի։ Նրանք գործել էին սխալ, որը հիմա ստիպված են լինելու քավել ինքնուրույն։ «Մենք չենք խնդրում վերադարձնել ամեն ինչ այնպես, ինչպես կար, Անահիտ», ասաց Գայանեն։ «Մենք պարզապես ուզում ենք, որ դու իմանաս, որ մենք քեզ սիրում ենք եւ որ շատ ենք ափսոսում այն բանի համար, թե ինչպես ենք քեզ հետ վարվել»։ Անահիտը գլխով արեց։ Դա այն ամենն էր, ինչ նա ուզում էր լսել։ Խոստովանություն, ներողություն, հասկացվածություն։ Այդ պահին նա հասկացավ, որ իսկական ընտանիքը ոչ թե արյունակցական կապերն են, այլ փոխադարձ աջակցությունն ու հոգատարությունն է, եւ որ ներումը բուժման եւ հաշտեցման բանալին է։